Ընկերներ ողջույն, ուզում եմ այսօր ուսումնասիրենք մի պարզ վաստակելու ստրատեգիա օգտագործելով ընդամենը երկու պարզ գործիք։ Օգտագործելով լինիա տրենդա գիծը, այսինքն տրենդի գծերը եւ օգտագործելով Fibonacci մակարդակները։ Եկեք հասկանանք, թե ինչի մասն է խոսքը գնում։ Ընկերներ, ինչպես որ պատկերացնում եք, ցանկացած գրաֆիկ, բոլոր գրաֆիկները կազմված են լինում տրենդերից, այսպիսի տրենդերից։ Երբ որ մի տրենդը ջարդվում է, օրինակի համար շարժվեց տրենդում, տրենդը ջարդվեց, ձևավորվում է մեկ այլ տրենդ, ձևավորվում է այսպիսի մեկ այլ տրենդ։ Ինչպես օգտագործելով այս գիտելիքները եւ Fibonacci գործիքը վաստակել այս շուկայում, եթե ջարդեցինք, էլի գնալու ենք եւ ձևավորվելու է մեկ այլ տրենդ, այսպիսի մեկ այլ տրենդ էլ էստեղ է ձևավորվելու։ Եկեք ուսումնասիրենք հասկանալու համար, թե ինչպես կարելի է այս գիտելիքներն օգտագործելով եւ Fibonacci մակարդակներն օգտագործելով վաստակել այս շուկայում։ Եկեք նախ եւ առաջ կարգավորենք մեր Fibonacci գործիքը։ Fibonacci գործիքի ընկերներ, բազային տարբերակում դուք ունենալու եք այսպիսի տեսք։ Այսպիսի տեսք եք ունենալու Fibonacci գործիքի բազային տարբերակում։ Կարգավորումները սա իմ կարգավորումներն են, ընկերներ, կարող եք կարգավորել ձեզ ավելի հարմար։ Միայն թե պետք է արկա լինեն ձեր Fibonacci գործիքի վրա, այս առաջին 7 թվերը ցանկալի է որ արկա լինեն։ Անջատում եմ մնացածը ժողովուրդ, ես միացրած եմ թողնում նաև 1618-ը, ուղղորդում եմ, որպեսզի մինչև վերջ աճ շարունակվի, 0618-ի մակարդակը որպես կարևոր մակարդակ, 05-ը սպիտակով եմ ընդգծում, 0786-ը կարմրով, 0618-ը նույնպես կարևոր մակարդակ է։ Անջատում եմ ֆոնը եւ այնպես եմ անում, որպեսզի այս գրվածքները լինեն աջ կողմից, որպեսզի չխանգարեն իմ վերլուծության ժամանակ։ Այսպես, եւ կարգավորվում է իմ մոտ մի հատ այսպիսի Fibonacci մակարդակներ։ Հիմա ինչպես օգտագործել այս մակարդակները, որպեսզի մենք կարողանանք անընդհատ վաստակել շուկայից։ Եկեք պատկերացնենք, որ ունենք աճող տրենդ։ Ունենք աճող տրենդ, ընկերներ, մեր տրենդը աճում է այս տրենդի սահմաններում։ Այս տրենդի սահմաններում մենք ունենք աճող տրենդ եւ ինչ որ մի պահի ունենք տրենդի ջարդ, ռետեստ եւ ուզում ենք հասկանալ, թե ինչքան է շարժվելու այս գրաֆիկը, ինչեւ ուրա հասնելու, ինչեւ ուրա իջնելու եւ արդյոք մենք շարունակելու ենք այս պարագայից, շարունակելու ենք անկում ապրող շարժը, թե ինչ որ կառեկցիոն process-ից հետո, այսինքն տեսնելով որոշակի կառեկցիոն process, մենք շարունակելու ենք կրիպտոարժույթի աճը հակառակ ուղղությամբ, այսինքն տրենդի ուղղությամբ։ Ինչ ենք անում մենք, ընկերներ, առաջին հերթին մեզ անհրաժեշտ է, որպեսզի այս տրենդի սկզբից մինչև տրենդի ավարտ գծենք Fibonacci մակարդակները։ Գծում ենք Fibonacci մակարդակները եւ տրենդի, ընդհանուր տրենդի կառեկցիայի օպտիմալ կետերը համեն ընկնելու մեր 3 կետերի հետ 0.3, 0.5 եւ 0.618։ Այսինքն, եթե պետքա տրենդը շարունակի իր ուղղությունը, ինքը հասնելու է կամ 0.3 եւ շրջվի, կամ 0.5 եւ շրջվի, կամ 0.6 եւ շրջվի։ Շատ ժամանակ հասկանալու համար, թե արդյոք ինքը շարունակելու է, թե ինքը փոխելու է տրենդի տրամաբանությունը, թե շարունակելու է, անհրաժեշտ է նայել գլոբալ պատկերին։ Գլոբալ պատկերից հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու տվյալ տրենդի կառեկցիոն process-ը ավարտելուց հետո։ Այսինքն, այստեղից ընկերներ, երբ որ մենք տեսնում ենք ջարդից հետո ռետեստը, ռետեստից հետո կարելի է աշխատել շորտ գործարքների վրա։ Շորտ գործարքի վրա կարելի է վաստակել ընդհուպ մինչև 0.3, մինչև 0.5 եւ մինչև 0.6։ Եթե մեր տրենդը պետքա շարունակվի եւ պետքա բարձրանա, պետքա շարունակվի եւ պետքա բարձրանա։ Մենք այստեղից արդեն բացում ենք long գործարքներ, իսկ որտեղ պետքա ակնկալենք մեր տրենդի հաջորդ կետը, երկու կետ ունենք, որը մեզ համար կհանդիսանա հիմնական take profit-ի երկու հիմնական կետերը։ Առաջի կետը հանդիսանալու է այս տրենդի մաքսիմումից մի փոքր ներքև, այսինքն այստեղ մենք տեղադրում ենք մեր առաջի take profit-ը։ Երկրորդ take profit-ը տեղադրում ենք ըստ 1618 մակարդակի, այսինքն վերցնում ենք մեր Fibonacci գործիքը եւ ձգում ենք ոչ թե սկզբից մինչև վերջ, այլ վերջից մինչև սկիզբ։
Եվ 1618-ը կհանդիսանա մեր հաջորդ take-ի պոտենցիալ տեղը։ Այսինքն, եթե մենք բարձրանանք, կբարձրանանք մինչև 1618։ Եկեք տեսնենք գրաֆիկների վրա, թե արդյոք այս մոտեցումը աշխատում է, թե չի աշխատում, ընկերներ, եկեք նայենք ցանկացած իրավիճակում։ Եթե դիտարկենք, այստեղ օրինակի համար ունենք trend, ընկերներ։ Այստեղ ունեցել ենք այսպիսի մի հատ trend, այս մեր trend-ը փաստացի ունեցել ենք trend-ի ջարդ, trend-ի ջարդից հետո retest, retest-ը մեր համար լավ մուտքի կետ է, եւ որտեղ ենք ֆիքսելու մեր take profit-ը, ձգում եմ այս ամբողջ trend-ի վրա, ձգում եմ Fibonacci-ից գործիքը եւ տեսնում եմ, որ ես ռազմառոտը տեսել եմ, այսինքն հետ շրջադարձը տեսել եմ 0.5-ից, այսինքն կարելի էր այս process-ում վաստակել 0.5 մինչև 0.5 կարելի էր վաստակել։ Եթե ուշադիր եք, ընկերներ, այս պահին մենք այստեղ ունեցել ենք նաեւ այս բարձրացող process-ի մեջ ձևավորվել է մի նոր trend։ Այ այսպիսի մի նոր trend է ձևավորվել, դրանից հետո մենք ունեցել ենք trend-ի ջարդ, trend-ի ջարդից հետո սկսել ենք նկատել անկումը, իսկ մինչև ուր պետքա գնար այդ անկումը, ընկերներ, մենք կարայինք հասկանայինք այս trend-ով, եթե այս trend-ով կարայինք հասկանայինք Fibonacci մյուս գործիքով, որը կոչվում է расширение Fibonacci основанное на тренде։ Վերցնում եմ գործիքը, ձգում եմ trend-ի սկզբից մինչև trend-ի ավարտը եւ ձգում եմ ընդհուպ մինչև որտեղ է ավարտվել իմ կառեկցիաս։ Եվ իմ համար 0.6-ը եւ 1-ը հանդիսանալու են օպտիմալ կառեկցիոն զոնաներ, այսինքն ես այստեղ կավարտեի իմ պոտենցիալ take profit-ըս, որը չի հասել 1-ին, բայց 0.618-ից հետա վերադարձել։ Ընկերներ, ցանկացած trend-ի վրա սա կարելի է աշխատացնել, ցանկացած trend աշխատելու է նույն տրամաբանության մեջ, այսինքն եթե մենք ունենք մի հատ այսպիսի trend ունենք, ենթադրենք, այս trend-ով եկեք գծենք, տեսնենք ինչպիսի trend ունենք մենք։ Այ այսպիսի trend ունենք։ Սա ջնջենք։ Այսպիսի trend ունենք, ընկերներ։ Երբ որ մենք տեսել ենք trend-ը, trend-ի ջարդը, retest-ը եւ տեսել ենք շարունակությունը, մենք կարող էինք ձգել այս trend-ի վրա, կարող էինք ձգել մեր Fibonacci-ն եւ սպասեինք անկում ընդհուպ մինչեւ 0.6 մակարդակ։ Տեսնում ենք, որ իջել է 0.3 մակարդակ հասել է, 0.5 մակարդակ հասել է, 0.6 մակարդակ մեր պարագայում հասել է։ Դրանից հետո trend-ը շարունակվել է եւ թարմացրել է մաքսիմումը։ Սա, եթե մենք շրջադարձից հետո long գործարք անեինք, մեր առաջի take-ը այստեղ կվերցնենք։ Ընկերներ, օգտագործեք trend-երը եւ օգտագործեք մակարդակները, օգտագործեք Fibonacci-ի գործիքը, սրանք հիմնարար գործիքներ են, ընդամենը երկու գործիքի օգնությամբ ես ձեզ ցույց տվեցի, թե ինչպես կարելի է ամենօրյա ռեժիմով վաստակել շուկայից եւ ընդհանրապես կարեւոր չի, թե շուկան ինչպիսի պայմաններում է գտնվում տվյալ պահին։ Կարող եք օգտագործել մեծ time frame-եր, կարող եք օգտագործել փոքր time frame-եր։ Շուկան ամբողջը շարժվում է նույն տրամաբանության սահմաններում եւ նույն տրամաբանության մեջ էլ կարելի է գտնել շուկայի նույն տրամաբանության մեջ կարելի է գտնել բոլոր մուտքի եւ ելքի կետերը։ Օրինակ, այս պարագայում մենք էլի ունենք հետաքրքիր իրավիճակ։ Մենք ունենք trend, ունենք trend-ի ջարդ, ունենք retest, մինչև ուր ակնկալենք, որ կբարձրանա այս retest-ը, մենք ձգում ենք Fibonacci-ին, հասկանում ենք, որ մենք այստեղ դեռ բարձրանալու տեղ ունենք ընդհուպ մինչև 0.6 մակարդակ եւ եթե պետքա շարունակենք, ուրեմն 0.6-ից մենք հետ ենք վերադառնալու, ձգելու ենք մեր Fibonacci-ի գործիքը երկրորդ Fibonacci-ի расширение trend-ի սկզբից մինչև trend-ի ավարտը եւ որտեղ որ ավարտվել է կառեկցիան։ Մեր հիմնական take-երն էլ կդնենք արդեն համապատասխանաբար 76 եւ 65 արժեքներում։ Ընկերներ, ուրախ էի ձեզ տեսնել եւ ձեզ հետ միասին անցնել այսպիսի հետաքրքիր փոքրիկ դասընթաց, օգտագործեք այս գիտելիքները, որպեսզի ձեր առևտուրը դարձնեք ել ավելի եկամտաբեր, ել ավելի մեծ պրոֆիտներով։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ վիդեոյի շրջանակներում։